Ես Արմեն եմ Ներսիսյան, Համլետ Բալխասյանի մայրը 2020 թվի 44-օրյա պատերազմից մինչ օրս անհայտ բացակայող Համլետ Բալխասյանի մայրը։ 5.5 տարի է կարծես ձեզ պատասխան չեն տալիս պատվան մարմինները, ես գիտեմ, որ բազմաթիվ հատվածներով եք ապրել, բազմաթիվ սյուղեր եք փակել, եւ այս խնից հետո, ակնկալիքները այս իշխանությունների հետ ինչպիսին, եւ այս ձեր ակցիան կարող է նրանց, չգիտեմ, ազգակ լինել, որպեսզի գաշկած զեկույցը, որ դուք պահանջում եք եւ արդարացիորեն, պահանջ է, որպեսզի իմանաք ձեր երեխաների հարազատի գտնվելու վայրը նրանք կտանձնեն։ Ցանկացած ազդակ, ցանկացած ակցիա ունի, այո, նպատակաուղված է, որպեսզի մենք գտնենք մեր երեխաների ճակատագրերը, որպեսզի իմանանք մեր որդիների ճակատագրերը, որպեսզի հասկանանք ինչ եղան մեր երեխաներին։ Որևիցե մի ակցիա, որևիցե մի հավաքույթ չի կարելի անտեսել։ Մենք այո անտեսված ենք, բայց հասկանում եք, 6 տարի շարունակ մենք չգիտենք մեր երեխաների տեղը։ Եթե մենք իմանայինք որևէ տեղեկություն, չէր լինի այս ամենը, բայց մենք չունենք նորություններ, չունենք տեղեկություններ։ Դրա համար մենք չենք կարող հանգիստ նստել։ Հանգիստ նստել մեր տներում, չիմանալով ուր են մեր երեխաները, որտեղ են իրանք, չպարզելով նրանց ճակատագրերը։ Ասում են մեր երեխաները անհայտ են, անհայտ բացակայող են, բայց հասկացեք, մոր համար, ծնողի համար, հոր համար չի կարող իր երեխան մնալ անհայտ։ Ինչ է նշանակում անհայտ, ինչ է նշանակում պատասխան չունենք, դա պատասխան չէ։ Այս բարձրացած հարցերը տալիս եք պատվան մարմինների ղեկավարներին, այն մարդիկ իրավասեր պատասխանում ինչ են։ Ասում են չգիտեն հետո։ Ասում են պատասխաններ չունենք, շատ ժամանակ ասում են վրիպակներ ա եղել, եթե մենք հարցեր ենք պարզում, որ այս բաները սխալ ա գնացել, ասում են վրիպակներ ա եղել։ Ինչ վրիպակի մասին ա խոսքը, ինչ վրիպումների մասին, մեր երեխաները վրիպակներ էին, վրիպումներ էին, մի քանի հազարը այս կողմ, մի քանի հարյուրը այն կողմ, չի կարելի։ Այս երկիրը ես ասել եմ ու կասեմ, պարկ է մեր զինվորներին, մեր տղաներին պարկ այս երկիրը։ Մեր տղաները գնացին պաշտպանելու իրենց հայրենիքը, գնացին ու ետ չվերադարձան, այս հայրենիքը պարկ է մեր տղաներին։ Գնացին ու նրանցից նորություն չունենք։ Մեր ղեկավարությունը, մեր իշխանությունը ոչինչ չի անում նրանց ետ բերելու համար։ Սպասեք, 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 ինչքան սպասենք։ 90-ականները տեսնում ենք 90-ականներին։ Արդեն ծերացել են 80 տարեկան մարդիկ դեռ սպասում են։ Մեզ էլ են ուզում այսպես սպասելով թողնել մինչև հասնենք 80 տարեկան։ Ես չեմ ուզում դառնամ 80 տարեկան ու նորից սպասեմ իմ տղային։ Ես հիմա եմ ուզում իմ որդուն։ Բոլոր ծնողները ուզում են գրկեն իրենց որդիներին, ուզում են ճշմարտությունը իմանան։ Հասկացեք, մեզ պետք է ճշմարտությունը։ Ծնողից թաքցնել ճշմարտությունը դա հանցագործություն է։ Այսինքն ձեր կարծիքով գիտեն թաքցնում են, թե ոչ իրոք չգիտեն։ Իմ կարծիքով պետք է ամեն ինչ անել։ Իմ կարծիքն այն է, որ կան ելքեր, կան հնարավորություններ, որ կարող են օգտագործել, բայց չեն օգտագործում։ Լծակներ կան, որ չեն օգտագործում, որպեսզի հետ վերադարձեն մեր տղաներին։ Պետք է օգտագործեն ցանկացած լծակ, ցանկացած հնարավորություն։ Դա համար մեկ խնդիրն է Հայաստանում։ Դա պետք է դառնա համար մեկ խնդիրը։ Ոչ թե թողնեն չքննարկեն անգամ, փակեն այդ քննից հանձնաժողովի զեկույցը, չպարզաբանեն, դա պետք է լինի առաջին խնդիրներից։ Մեկ հատ վերջին հարցը ԱԾՏ-նորենի հետ վերջին անգամ երբ եք հանդիպել ու ինչ։ Ում հետ։ ԱԾՏ-նորենի հետ, ինչպես եղել խոսակցությունը։ ԱԾՏ-նորենի հետ ես չեմ էլ հանդիպել ընդհանրապես։ Մենք փորձել ենք հանդիպել ԱԾՏ-նորենի հետ, բայց ԱԾՏ-նորենը չի ուզում հանդիպել ծնողներին, իր ասելով մի խումբ ծնողների հետ է հանդիպում, ես չգիտեմ ինչ խումբ ծնողների մասին է խոսքը, ծանոթ չեն, չէ։ Եթե մեր ծնողները այսքանն են, եթե մենք այսքանն ենք, ոնց կարող է ինչ որ խմբեր լինեն, որ մենք տեղյակ չլինենք այդ խմբերի մասին, ուր են այդ խմբերը, ուր են այդ երեխաները։ Եվ դիմել եք, որ հանդիպեք, բայց չի ընդունել ձեզ։ Չէ, դիմել ենք, դիմում ենք, իհարկե անդադիմում ենք, մեր խնդիրը ԱԾՏ-նորենի հետ հանդիպումն է, իր հետ մինչ ԱԾՏ չի ստացվում, ոչ մի կերպ չի կայանում, ինքը շատ խիստ զբաղված մարդ է, շատ խիստ, երկրի հարցերով, բայց ոչ մեր երեխաների, չգիտեմ իրանց համար կարևոր հարցերը որոնք են,